Այսօր հունիսի 1-ին աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը, բայց Հայաստանում սա տոն չէ։ Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները եւ որքան անկարող է մեր պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղալու փոխարեն վախով են մեծացել։ Նրանց մանկությունը խեղվել է։ Նրանք չեն ապրում երազանքներով, այլ ապրում են վախով։ Սա տոն չէ, սա մեզ համար ամոթ է։ Բայց մենք չենք կորցրել հույսը, մենք հավատում ենք, որ մի օր կկառուցենք այն երկիրը, որտեղ երեխաների մանկությունը կանցնի խաղաղ ու ազատ, հպարտ, հզոր բանակով ու պետականությամբ։ Իշխանությունը խոսում է իրավունքներից, բայց չի ապահովում անվտանգություն։ Ուր է պետությունը, երբ մանուկը կորցնում է տունը, հորը, դպրոցը եւ հույսը։ Երեխաները պետք է ապրեն խաղաղ, ոչ վախով ու խուճապով։ Պետք է ապրեն լիարժեք ընտանիքում։ Սա է պետության գլխավոր պարտքը նրանց հանդեպ։ Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա։ Ով թույլ տվեց, որ մեր մանուկների մանկությունը կոտրվի, պետք է պատասխան տա։ Մենք չենք ներելու թուլությունը, կործանումը, դավաճանությունը։ Մենք տեսնում ենք Հայաստան, որտեղ երեխան ապահով է իր հարկի տակ, վայելում է ծնողների ներկայությունն ու սերը։ Պատերազմի ճիրաններում չի պայքարում կյանքի ու մահվան կռվում։ Երեխա, որի իրավունքներն ու ապագան պաշտպանված են հայկական սահմաններում։ Երեխա, ով սովորում է հայկական դպրոցում, սովորում է Հայաստանում լավագույն կրթական ծրագրերով, ապրում է ամուր սահմաններ ունեցող պետության մեջ, այլ ոչ թե թշնամուց բաժանվում պատի ուղղակի այս կողմում։ Մեր երեխաները պետք է մեծանան հայկական հզոր բանակում ծառայելու, հայրենիքի համար ապրելու եւ հարկ եղած դեպքում անգամ կյանքի գնով հայրենիքի սահմանները պահելու գաղափարներով։ Իսկ նրանք, ովքեր մեր երեխաների իրավունքներն ու ապագան հանձնում են թուրքական յաթաղանին, պետք է հեռանան։ Մենք չենք կարող լռել։ Մենք եկել ենք ասելու, որ քո պահած երեխաները դատախվեցին իրենցից խաղալիքները դատախվեցին սեփական արյունով։ Քո պահած իրավունքները ոտնահարվում են, ոտնահարվելու են ու ոտնահարվում են հենց հիմա բոլորի կողմից։ Այդ կանոններն մեր կոչը ուղղված էր ներկայիս իշխանությունը, որ իր վարած քաղաքականությամբ, իր վերցրած գաղափարներով չի կարող այս երկրի երեխաներին տալ այն, ինչը որ երեխան իրոքից արժանի է։ Մենք բերել ենք այս երեխաների համար է։ Արցախից տեղահանվածների ու այն երեխաների, որ նոր այս պատերազմը մեզանից խլելու են։ Մենք եկել ենք ստապության կոչ ենք անում իրանց, ու ասում ենք, որ այս ամեն ինչը չի մոռացվել։ Այն Հայաստանում, որ իրենք են մեզ հրամցնում, մենք չենք ապրելու այդ Հայաստանում։ Փոխելու ենք, որպեսզի մեր երեխաները ապրեն ազատ, անկախ, միացյալ այն Հայաստանում, որի մասին բոլորս ենք երազում։